Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը մասնակցեցին համաշխարհային առաջնորդներ, այդ թվում Թրամփն ու Զելենսկին։ Ռուսական կողմը հայտարարում է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի ներխուժումը ձախողվել է, Կիևը հերքում է, Թրամփն էլ նոր պատժամիջոցների մասին է մտածում։ Միացյալ Նահանգներում այսը երեխաների արտաքսումներ է իրականացրել, այդ թվում ԱՄՆ քաղաքացիների, դաշնային դատարանները հարցեր են բարձրացնում օրինականության վերաբերյալ։ Միացյալ Նահանգների հարավային սահմանի մի հատված դարձել է ազգային պաշտպանության գոտի, Պենտագոնի ղեկավարն է այցելել տեղում հետևելու զինվորականների գործողություններին։ Ազգային գիտության հիմնադրամը չեղարկել է հարյուրավոր գիտական դրամաշնորհներ, ծախսերի կրճատման ծրագրի շրջանակում կրկին մասկի մատը խառն է։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Նախագահներ, թագավորական ընտանիքի անդամներ եւ բազմահազար սգացողներ շաբաթ օրը հրաժեշտ են տվել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նրա հուղարկավորության արարողության ժամանակ։ Զանգերի ղողանջների ներքո ավելի քան 150 երկրների առաջնորդներ են մասնակցել Պապի հրաժեշտի արարողությանը։ Յուրերի թվում էին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը մի քանի անգամ բախվել էր Ֆրանցիսկոսի հետ միգրացիայի հարցում նրանց հակադիր դիրքորոշումների պատճառով, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի ժամանմանը հրապարակը արձագանքել է ծափահարություններով։ Հուղարկավորության պատարագը նախագահում էր իտալացի կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն, որը շեշտել է, որ Ֆրանցիսկոսի թողաջառանգությունը, միգրանտների, անապահովների եւ շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը չպետք է մահանա նրա հետ։ Եկեղեցական երգչախմբերը կատարում էին լատինական երգեր, իսկ աղոթքները հնչում էին տարբեր լեզուներով, արտասովորելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1.4 միլիարդ հետևորդների գլոբալ ներկայությունը։ Հավատացյալները վաղ առավոտից շտապել էին Վատիկան տեղ ապահովելու համար, ոմանք նույնիսկ գիշերել էին հրապարակում։ Վատիկանը հայտնել է, որ արարողությանը ներկա է եղել մոտ 200,000 մարդ։ Արգենտինացի Պապը մահացել էր երկուշաբթի 88 տարեկան հասակում ինսուլտի հետևանքով։ Ֆրանցիսկոսի մահը սկսել է անցումային մի շրջան, որն ուղեկցվում է հին ավանդական ծիսակարգերով եւ սգով։ Վերջին 3 օրերի ընթացքում շուրջ 250,000 մարդ անցել էր նրա բաց տագաղի կողքով, որը դրված էր 16-րդ դարի Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր խորանի առջև։ Ֆրանցիսկոսը կդառնա վերջին 100-ամյակի առաջին պապը, որը կհուղարկավորվի Վատիկանից դուրս, իր ցանկությամբ ընտրելով Հռոմի Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարը, ի տարբերություն Սուրբ Պետրոսի տաճարի։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շաբաթ օրը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինայի զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Ռուսաստանի Կուրսկի շրջանի այն հատվածներից, որտեղ նախորդ տարի Ուկրաինայի հանկարծակի ներխուժման արդյունքում կորցրել էին վերահսկողությունը։ Ուկրաինական կողմը հերքել է այս պնդումը։ Պուտինը շնորհավորել է թեև ռուս զինվորներին ու հրամանատարներին, հայտարարելով, որ Կիևի ներխուժումը լիովին ձախողվել է։ 2024-ի օգոստոսին էր Ուկրաինայի բանակը հանկարծակի հարձակումով վերցրել մոտ 1300 քառակուսի կիլոմետր տարածք Ռուսաստանից։ Ուկրաինան հույս ուներ, որ Ռուսաստանի տարածքի նվաճումը կուժեղացնի իր դիրքերը ապագա խաղաղ բանակցություններում, սակայն 2025 թվականի սկզբից այդ նվաճումները աստիճանաբար կորսվում են։ Գերասիմովը նաև հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի զինվորներ են մասնակցել Կուրսկում ընթացող մարտերին։ Այս լուրերի ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության շրջանակներում քննարկելու հնարավոր հրադադարի համաձայնագիրը։ Հանդիպումը կայացել է Սուրբ Պետրոսի տաճարում եւ տևել է մոտ 15 րոպե։ Թեպետ նախատեսվում էր շարունակել բանակցությունները, սակայն ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի կողմերի խիստ գրաֆիկի պատճառով հանդիպումը չի շարունակվել։ Աղբյուրները հաղորդում են, որ հանդիպումը եղել է շատ կառուցողական եւ կողմերը պատրաստ են արագ առաջ շարժվել։ Թրամփը ժամանելուն պես գրել էր սոցիալական ցանցում, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է սկսեն շատ բարձր մակարդակի բանակցություններ պատերազմը ավարտելու նպատակով։ Նրա բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրն էր հանդիպել Պուտինին Մոսկվայում եւ Թրամփը հայտարարել էր, որ կողմերը շատ մոտ են համաձայնության։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ Պուտինը պատրաստակամություն է հայտնել բանակցելու Կիևի հետ առանց նախապայմանների։ Սակայն արդեն հաջորդ օրը Թրամփը կասկած է հայտնել, որ Պուտինը իրականում ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Թրամփը գրել է. Վերջին օրերին քաղաքացիական թիրախների վրա հրթիռային հարձակումները ստիպում են կասկածել Պուտինի մտադրությունների մասին։ Գուցե պետք է կիրառել բանկային կամ երկրորդային պատժամիջոցներ։ Շատ մարդիկ են զոհվում։ Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է 3 մարդ։ 2 մարդ զոհվել է Դոնեցկի շրջանում Յարովա քաղաքում, 1 մարդ էլ Դնեպրոպետրովսկի շրջանում։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով
Գիշերվա ընթացքում արձակվել է 3 հրթիռ եւ 114 անօդաչու սարք, նրանցից 66-ը ոչնչացվել են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցել են 45 ուկրաինական անօդաչու սարք։ Ուղարկավորությունից հետո Զելենսկին հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերի հետ։ Վերջին օրերին միգրացիոն եւ մաքսային վերահսկողության գործակալներն արտաքսել են Կուբայում ծնված մի կնոջ, որը 1 տարեկան աղջկա մայր էր, նրան երեխայից անժամկետ բաժանելով։ Մեկ այլ դեպքում նրանք արտաքսել են Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող 2 տարեկան աղջկա նրա Հոնդուրասում ծնված մոր հետ, հայտնում են նրանց փաստաբանները։ Երկու դեպքերն էլ լուրջ հարցեր են առաջացնում, ով եւ ինչու է արտաքսվում եւ տեղի են ունենում այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում պայքար է ընթանում նախագահ Թրամփի միգրացիոն խստացման քաղաքականության վերաբերյալ։ Փաստաբանները պատմել են, որ իրենց հաճախորդները ձերբակալվել են այսի գրասենյակներում հերթական ստուգման ժամանակ։ Նրանց գրեթե հնարավորություն չի տրվել շփվել փաստաբանների կամ ընտանիքի անդամների հետ եւ արտաքսվել են ընդամենը 2-3 օրվա ընթացքում։ Լուիզիանայի դաշնային դատավորներից մեկը հարցեր է բարձրացրել Միացյալ Նահանգների քաղաքացի 2 տարեկան աղջկա արտաքսման վերաբերյալ, նշելով, որ կառավարությունը չի ապացուցել արտաքսման օրինականությունը։ Աղջկա հոր փաստաբանները պնդում են, որ հայրը ցանկացել է, որ աղջիկը մնա իր հետ Միացյալ Նահանգներում, մինչդեռ այսը պնդում է, որ մայրն է ցանկացել երեխային իր հետ տանել Հոնդուրաս։ Թրամփի վարչակազմը շարունակում է խստացված միգրացիոն վերահսկողության միջոցառումները ավելի հեղինակավոր դեր հատկացնելով Միացյալ Նահանգների զինված ուժերին հարավային սահմանի երկայնքով։ Այսօր պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը այցելել է նոր սահմանափակված տարածք, որն այժմ կոչվում է ազգային պաշտպանության գոտի։ Նախկինում այս գոտին հայտնի էր որպես Ֆորտ Հուաչուկայի հավելյալ գոտի եւ համարվում է դաշնային սեփականություն։ Ցանկացած անօրինական մուտք այս տարածք նշանակում է ներխուժում ռազմական բազա դաշնային պաշտպանված գոտի։ Այս քայլը թույլ է տալիս Միացյալ Նահանգների զինված ուժերին անել ավելին, քան պարզապես օժանդակել սահմանապահ ծառայությանը, ինչպես եղել է նախորդ վարչակազմի օրոք։ Նոր իրավասությունները թույլ են տալիս զինվորներին որոնել, ժամանակավոր կալանավորել եւ հեռացնել գոտի ապօրինաբար մուտք գործած ցանկացած անձի։ Հեքսեթը նշել է, որ այս քայլը Թրամփի վարչակազմի ջանքերից է ուժեղացնելու սահմանի անվտանգությունը։ Մյուս կողմում գտնվող կորտելները հայտարարվել են որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ։ Նրանք տեսել են մեր սահմանապահներին, մեր զինվորներին, տեսել են մեր սարքավորումները, մեր ստրայքեր զրահամեքենաները, երկար հեռահարության հսկողության սարքերը եւ անօդաչու թռչող սարքերը։ Մենք պատրաստ ենք ձերբակալել եւ կասեցնել ներխուժումը։ Նրանք գիտեն, որ մենք լուրջ ենք վերաբերվում, ասել է Հեքսեթը։ Ներկայիս պաշտպանության գոտին ընդգրկում է մոտ 270 կիլոմետր տարածք, սակայն սա միայն առաջին փուլն է։ Գոյություն ունեն նաեւ ծրագրեր այս մեխանիզմը տարածելու սահմանի այլ հատվածներում։ Մոտավորապես 700 գիտական հետազոտության նախագիծ չեղարկվել է ապրիլի 25-ին ազգային գիտության հիմնադրամի կողմից նախագահ Թրամփի ստեղծած կառավարության արդյունավետության դեպարտամենտի վերահսկողության պայմաններում։ Այս որոշումը կայացվել է ընդամենը 1 օր անց այն բանից, երբ հիմնադրամի տնօրեն Սեթուրաման Փանչանաթանը հանկարծ հրաժարական է տվել, եւ 1 շաբաթ անց այն բանից, երբ հիմնադրամը չեղարկել էր եւս 400 դրամաշնորհ, որոնք Դոջը բնութագրել էր որպես անպետք DEI ֆինանսավորում։ Փանչանաթանը նշանակվել էր հիմնադրամի ղեկավարի պաշտոնում Թրամփի առաջին ժամկետում։ Ըստ մամուլի, վարչակազմը տեղեկացրել է հիմնադրամի ղեկավարությանը, որ Թրամփը նախատեսում է կրճատել բյուջեն 55%-ով եւ կրճատել նաեւ աշխատակիցների կեսը կամ ավելին։ Իլոն Մասկը պնդում է, որ կրճատումների շնորհիվ արդեն խնայվել է $160 միլիարդ, իսկ Մարտին հայտարարել էր, որ նպատակը $1 տրիլիոն խնայողություն ապահովելն է։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, ձեզ խաղաղ կիրակի եմ մաղթում, կհանդիպենք երկուշաբթի, առողջ եղեք։